18-ից 19-րդ դարերում սոլյանկան ուտեստ չէր համարվում։ Պանդոկներում այն տալիս էին իբրև սթափեցնող դարմանի միջոց։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք սոլյանկա։ Ամեն ինչ սկսվում է տավարի ոսկորոտ միսը խաշելուց, որը ես արդեն արել եմ, որից հետո կաթսան հայտնվում է կրակին։ Բուսայով ենք տաքացնում։ Տեղադրում ենք տախտակը։ Եվ մշակում ենք գլուխ սոխը։ Կվերցնեմ 2 փոքր գլուխ սոխ։ Մանր կտրատում ենք։ Սոխը անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով։ Տապակվող սոխին ավելացնում ենք չիլի պղպեղ, որը կկտրատեմ օղակների։ Այսպես անցնենք օղակների վրա, թող մանր լինի։ Չիլի պղպեղից հետո մշակում ենք սխտորը, վերցրել եմ մանր պճեղներ սխտորի մոտ 10 հատ։ Ճզմում ենք շեղբիտակ, դանակի և մանր կտրատում։ Սա էլ արեցինք, տեսնենք ինչ ունենք սառնանում։ Ասեմ բավականաչափ բաղադրիչներ։ Նախ մշակենք կապարը, աղաջուր դրած կապարը, այսպես մոտավորապես մի 30 հատ կապարը։ Մանրացնում և լցնում ենք սոխարացի վրա։ Կարևոր բաղադրիչներից են սոլյանկայի ապխտած մսեղենը և երշիկեղենը։ Վերցրել եմ կրակովյան երշիկ, որսորդական երշիկ, վերցրել եմ բեկոն, վերցրել եմ հորթի եփած երշիկ։ Սրանք մանր կտրատում և ավելացնում ենք։ Սկսենք որսորդական երշիկից։ Կտրատում ենք տափողակների։ Մշակենք
կրակովյան երշիկը, հետո նոր կխառնենք։ Կրակովյան երշիկը կտրատենք մանր խորանարդիկների։ Եփած երշիկը եւ բեկոնը կտրատում ենք նույնպես խորանարդիկների։ Ապխտած կողիկը ոսկորով կօգտագործեմ ավելի ուշ։ Սա թող մնա։ Այժմ անդրադառնանք տավարի մսին, որը եփել եմ եւ ստացել եմ արգանակ։ Դա էլ ենք խորանարդիկների կտրատում եւ ավելացնում։ Մսեղենը կարծես թե ավարտեցինք մսեղենի թեման։ Կվերցնենք նաև պարտադիր բաղադրիչներից է մարինացված վարունգ կամ թթու դրած վարունգը։ Վերցրել եմ վարունգ եւ սունկ։ Սկսենք վարունգից։ Մոտ 6 վարունգ միջին չափի։ Կտրատում ենք մանր խորանարդիկներին։ Մանր կտրատում ենք նաև սունկը։ Ավելացնում ենք նաև մարինադը, կամ եթե թթու վարունգ եք վերցրել, թթվաջուրը։ Մյուս բաղադրիչը դա ձիթապտուղն է, անկորից ձիթապտուղը, մոտ 20 ձիթապտուղ կտրում ենք մեջտեղից, ուղղակի այսպես կիսում ենք եւ վերջ։ Ավելացնում ենք լոլիկի մածուկ, 2 ճաշի գթալ,
Համեմում ենք, աղ արդեն արել ենք, շաքարավազ արել ենք, կվերցնեմ Արանիկ ընկերության աղացած սև պղպեղ, առատ։ Համ տեսենք։ Շատ հավես է։ Շատ հավես է։ Ավելացնում ենք արգանակը։ Խիտ արգանակ ենք ստացել։ Գցում ենք ապխտած կողիկը, այստեղ կողիկը հանդես է գալիս իբրև համեմունք, կարող ենք մանրացնել ոսկորը, այսպես, այ, հենց սա կօգտագործենք, նա չենք կօգտագործի։ Կավելացնեմ Արանիկ ընկերության դափնու տերև, 2 հատ, որը ավելի ուշ մի 15 րոպեից կհանենք։ Կավելացնեմ նաև կիտրոնի շերտ։ Երկու հատ։ Կորիզները հեռացնենք սերմերը։ Որ ուտելիս ատամիտակ չընկնի։ Վերջ, թող եփվի, մոտարապես 11 րոպե եփվի, կմնա մեզ ավելացնել թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ սամիտ, փոքրիկ փունջ և մաղադանոս։ Փաստորեն փոքրիկ փունջ սամիտ և փոքրիկ փունջ մաղադանոս։ Եթե 11 րոպե եփվելու է, սա կավելացնեմ վերջին 2 րոպեի ընթացքում։ Ահա 11 րոպեից մի խոսքով կմատուցենք, մատուցելիս կարելի է վրան ավելացնել թթվասեր։ Սոլյանկա։ Տավարի ոսկրոտ միսը խաշել, կացայի մեջ բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխ սոխ տապակել, համեմել աղով, շաքարավազով, սոդայով, ավելացնել մանր կտրատած կարմիր չիլի պղպեղ, սխտոր, մարինացված կապար, տափողակների կտրատած որսորդական երշիկ, մանր խորանարդիկների կտրատած կրակովյան երշիկ, հորթի եփած երշիկ, բեկոն, տավարի խաշած միս, մանր խորանարդիկների կտրատած մարինացված վարունգ, մարինացված սունկ, դրանց մարինադը, անկորի սև ձիթապտուղ, լոլիկի մածուկ, համեմել սև պղպեղով, ավելացնել տավարի մսի արգանակը, ապխտած կողիկ, դափնու տերև, կիտրոնի շերտեր, եփել 11 րոպե։ Վերջում ավելացնել կտրատած թարմ սամիտ և մաղադանոս, մատուցել թթվասերի հետ։ Եվ վերջում առաջարկում եմ համեղ և օգտակար նախաճաշ դդմով և գազարով։ Դդմով և գազարով նախաճաշ, անուն հենց այդպես կդնենք։ Տեղադրում ենք տախտակը, վերցնում ենք 700 գրամ դդում, կլպում ենք այն,
կտրում ենք հարմար չափերը և քերում ենք։ Գործ ենք դնում սիրելի ամանը։ Քերում ենք մեծ անցքերով։ Չեմ մոռացել վերցրում ըմբոշխնիր, իդեպ հում դդումը շատ օգտակար է։ Անմիջապես կմշակենք նաև երկրորդ բաղադրիչը, դա գազարն է։ Կվերցնեմ 1, կարելի ասել 2 մեծ գազար կամ 3 միջին։ Սա էլ ենք քերում։ Ես գիտեմ, որ սիրում ես նաև գազար վերցրում։ Կարծում դրա մասին բոլորը գիտեն։ Վերջ, դու քո գործը արեցիր, դու ազատ ես։ Ավելացնում ենք մանր կտրատած ընկույզ 50 գրամ։ Արի ինձ մոտ։ Տակնու վրա ենք անում, խառնում ենք բաղադրիչները։ Կառաջարկեմ նաև մայրու ընկույզ 50 գրամ կարելի է բովել, որ համեղ ստացվի։ Համեմում ենք նարնջի կլեպով, կես նարինջ ենք քերում, նարինջի կլեպ։ Այժմ անցնենք սոուսին, մինչ մայրու ընկույզը բովում է։ Սոուսի համար կառաջարկեմ կես նարնջի հյութը, կառաջարկեմ նաև կես կիտրոնի հյութ։ Ավելացնում ենք 2 ճաշի գցալ մեղր, փրկենք մայրու ընկույզը, ավելացնում ենք 1 պտխոնց մառանիկ ընկերության աղ, որպեսզի համերը խորանան, և դդմի կորիզի յուղ 50 մլի։ Վերջ, սոուսը պատրաստ է, լավ խառնելուց հետո գցնում ենք բաղադրիչների վրա։ Տակնու վրա ենք անում և մատուցում։ Մատուցելիս կզարդարենք թարմ նանայի տերևներով։ Դդմով և գազարով նախաճաշ։ Թասի մեջ լցնել քերած դդում, քերած գազար, մանր կտրատած ընկույզ, խառնել։ Ավելացնել նարնջի քերած կեղև, բոված մայրու ընկույզ։ Սոուսի համար ամանի մեջ ավելացնել նարնջի հյութ, մեղր, աղ, դդմի կորիզի յուղ, լավ խառնել։ Սոուսը լցնել աղցանի բաղադրիչների վրա, լավ տակնու վրա անել։ Մատուցելիս զարդարել թարմ նանայի տերևներով։
Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, պեկինյան կաղամբ, բանջարեղեն, խաղողի տերև եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։